Նորայր ջան, դուք էլ քարորյա պատերազմի մասնակից եք, վիրավորում էիք ստացել Ռոբերտ Աբաջյանի մայրը փաստորեն որդու մահից ուղիղ 10 տարի անց այլևս մեզ հետ չէ։ Թապես պատերազմը ինչ սպիներ թողեց եւ այս ամենի վերաբերյալ հայ չկասեք։ Խորը ցավով ցավակցում եմ Աբաջյան ընտանիքին։ Այս կորուստը ոչ միայն Աբաջյան ընտանիքին էր, այլ նաև մեզ բոլորիս, իրենց ճանաչողներին։ Աբաջյանը իր կյանքով ապացուցեց, որ հայրենիքի համար կապ չունի քանի տարեկան ես։ Ինքը իր 19-20 տարեկան հասակում մեզ բոլորիս ապացուցեց, որ հայրենիքի համար անձնազոհությունը ամենակարևոր բանն է։ Տիկին Աննային ճանաչում եմ արդեն 10 տարի, չեմ կարողանում իր մասին անցյալով խոսել, իր այն ջերմությունը, իր այն ջերմ խոսքերը մեզ որ Տիկին Աննան տալիս էր, այն իր բարի խորհուրդները, ինքը լուսավոր մարդ էր ու շատ անժամանակ էր իր մահը ու շատ մեծ ցավ է դա բոլորիս համար։ Հիմա սիրտս այսպես գցում է, չեմ կարող խոսամ, որ ինչ որ ցավակցական խոսքեր ասեմ այս ընտանիքին, որովհետև իրանք հայրենիքի համար սուրբ մարդ են դաստիարակել ու հայրենիքին սուրբ մարդ են տվել։ Ու Աբաջյանը այդ կերպարներից էր, ինքը մեր եկող շատ ծերունների համար դառնալու է իդեան։ Տիկին Աննան իր հերոսական կերպարով մեզ ապրեցնում էր, ուժեր տալիս ու Աբաջյանը Տիկին Աննայի դաստիարակած զավակն էր ու իր այդ հերոսական կերպարից երևում էր ինքը մեր հայրենիքին ինչ է տվել։ Նորայր ջան, դու որ հատվածում էիր այդ ժամանակահատվածում? Ես էլ եմ Մարտակերտում եղել, ուղղակի մեր զորամասերը երկուսը մի քիչ հեռավորության վրա էին իրար հետ։ Ես էլ եմ վիրավորվել, ես որ ճիշտն ասեմ Աբաջյանին 1-2 անգամ եմ տեսել զորամասում, բայց այն լուրը որ մեզ հասել է Աբաջյանի զոհվելու, Քյարամի, Ուրֆանյանի զոհվելու, մենք իրանց պոստերն ենք գնացել, այնտեղ տղերքի հետ ենք շփվել ու իրանց այդ կերպարը մեզ ոգևորող էր։ Աբաջյանի Քյարամի հետ եմ 2 անգամ շփվել, բայց Աբաջյանի հետ եմ 2 անգամ շփվել, չեմ կարող ինչ որ շատ խորը մանրամասներ պատմել։ Բաները այցելում էին, չէ՞ Տիկին Աննային։ Միանշանակ մենք ինչ որ միջոցառումներ որ լինում էր կամ ինչ որ մի հարմար առիթով մենք բոլորս մեր հերոսացին ծնողների հետ հավաքվում էինք, շփվում էինք, շատ լուսավոր մարդ էր ու շատ մեծ ցավ է մեզ բոլորիս համար։ Հերոսներին եւ Արցախը մոռանալ չի լինի, չէ՞։ Իհարկե ոչ։ Դուք էլ եք կռիվ տվել Արցախին։ Մարդ չի կարող իր հիշողությունը ջնջել։ Մարդ երբեք չի կարող իր հիշողությունը ջնջել։ Ու այդ ամբողջ անցյալը, այդ ամբողջ շրջանը մեր ուղեղի մեջն է, դա մեր ամբողջ կյանքը մեզ ուղեկցելու է։ Ու թե մեզանից ով ինչ ձև իր երեխային, իր զավակին կդաստիարակի, այդ ամեն ինչը չմոռանալու հետ կապված, դա էլ արդեն յուրաքանչյուր ինքը իր միտքը, իր խիղճը։ Շնորհակալ եմ Նորայր ջան։